Ընթիության մակարդակը, որ նոր փողերը դուրս են գրել, հա, այսքան ու հերիքա, ում եք ձեռ առնում, այսենց խալու պես, ժողովուրդ ջան, այսենց խալու պես, այսենց պոկվում է։ Քաղաքապետարանը պայմանագրով նախատեսվածից էլ ավելի շատ գումար է վճարել։ Ուրեմն Երևանի քաղաքապետարանը 367 միլիոն դրամ է վճարել հաղթանակի 40-ամյակի այս պուրակի ճակերտավոր բարեկարգման աշխատանքների համար։ 2023 թվականին տարբեր լրատվամիջոցներ հայտնել էին հանրությանը, որ հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին է արդեն ամբողջովին նորոգված, բարեկարգված։ Ժողովրդին ի ուրախություն ներկայացնում են, թե ինչպես են այս շատրվանները գործում եւ ինչ չքնաղ գեղեցիկ այգի եղել։ Հիմա ժողովուրդ ջան, ցավոք սրտին ես ձեզ ներկայացնում եմ դառը իրականությունը, թե իրականում ոնց է պետական միջոցները մսխել։ Ուրեմն շատրվանները արդեն քանդված են, տեսեք, հատակը ամբողջովին այսենց պոկվում է, տեսեք, եւ այս բարեկարգման աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 367 միլիոն դրամ, այսինքն ակնհայտ է, ոչ ոք չի կարող ասի, որ սա ֆեյք է եւ այլն, այսինքն ամբողջ հատակը այսպես պոկվում է։ Խալու պես։ Նիկոլ Փաշինյան։ Չեմ կարծում, որ այս բարեկարգման աշխատանքները ձեզ դուր են գալի։ Այս որակը, այսպես խալու պես, ժողովուրդ ջան, այսպես խալու պես, այսպես պոկվում է։ 367 միլիոն դրամ է սրա համար վճարել։ Տիգրան Ավինյան, սա ինչ է։ Սա նորմալ է։ Իհարկե ոչ։ Ինչևէ, ամբողջովին քանդվում է, որ քանդեմ, սա քանդվելու է։ Հիմա հանուն արդարության, որ հետո չմանիպուլացնեն, ասեն դե Չախոյանը մենակ ինչ-որ մի հատված է գնացել նկարել, որտեղ քանդվում է, որ ամբողջովինը չի քանդվում։ Հիմա ցույց եմ տալի, որ ամբողջ շատրվանները քանդված վիճակում են։ Տեսեք։ Սա հերթով ցույց եմ տալի, թե ոնց են պետական միջոցները մսխել։ Տեսեք։ Սա քանդված է։ Սա էլ ցույց տանք, հենա ներսը, տեսեք, սա քանդվում է, հենա են պատնել արդեն պոկվել է, գնացինք առաջ, հենա, այսպես բարեկարգում են արել։ Խնդրեմ։ Սա քանդված է։ Նայեք։ 367 միլիոն դրամ քաղաքապետարանը վճարել։ Խնդրեմ։ $367 միլիոն դրամանոց այգու նստարանները այսպես վիճակում են գտնվում։ Ոնց որ մարդկանց ձեռ առնեն։ Էսի ինչ փողերը դուրս են գրել, հա։ Այսքան ու հերիքա, ում եք ձեռ առնում։ Մոտիկ վեր կամերան։ Ուրեմն փայտը մշակում չի անցել, ժողովուրդ ջան, մի քիչ էլ մոտիկ վեր։ Փայտը մշակում չի անցել, արդեն փայտը իր բուսականությունը ուզում է կյանք ապրի, սենց այն որ փայտի մեղր են ասում, հեսա։ Արդեն ինքը քանի որ մշակում չի անցել, փայտը իր սենց ոնց որ կյանքի է ուզում վերադառնալ, իր մեղրը հանում, այսինքն փողերը դուրս են գրել, գնացել են էժան փայտեր են առել, բերել ներկել են,
Ու ինչի արդյունքում տեսնում եք, ասես թքած կպցրած բերել են ու parza այս նստարաններին ոչ ոք չեն նստելու նորմալ, որովհետև սա այս փայտի վրա շիրա է, մոտիկ բեր, էստե պահի, թող մի քիչ մոտիկ ասա, որ երևա այս փայտի վրա 367 միլիոն դրամանոց այգու նստարաններ, այսինքն սա շիրա դուրս է գալի, այսինքն սենց աստիճան բաց թողի, այս այգուն սենց նստարանները, որ այս փայտերի սարքեն ուղղակի հայտարարություն է, ժողովուրդ ջան, այս փայտերը մշակում չի անցել։ Տեսեք, թե ինչ թքած կպցրած երեսապատման անորակ աշխատանքներ են իրականացրել, որը արդեն փոխվում են, եւ սա նոր բարեկարգում է, որի համար 367 միլիոն դրամ է վճարել Երևանի քաղաքապետարանը։ Հեսա ասելու են Չախոյանը գիշերը գնացել է պոկել է, հետո եկել նկարել է, ես իմ ինչ արել, տեսեք, հայտարարակ վիճակ, լնայք, ամբողջովին, տեսեք, այսենց քանդվում է, ամբողջը, հենա, ներքևիներն են էլ նկարի, հենա, որ բոլոր տեղերն է, սա երեսապատման աշխատանքները, այսենց քանդվում է, հեսա, թքած կպցրած, այս էլ իրանց բետոնն է, մոտիկ բեր, այսպես բետոնով, ցեխաջրով էլ կպցրել են, հեն արդեն սաղ քանդվում է, հիմա որ ուզենամ պոկեմ, սաղ պոկվելու է, հենա, այս էլ է արդեն պոկվում, հենա, իչի, ներքևից, այսպես սաղ նկարենք, հենա, ամբողջը պոկվում է, բեր, տեսեք ժողովուրդ ջան, սա նորմալ է, հիմա այսի ուզենամ պոկեմ, պոկելու եմ, հենա նայք, ամբողջը պոկված է, ու սա համար 367 միլիոն դրամ է վճարել, հիմա պոկեմ, ասելու են Չախոյանը, գնաց պոկեց, բայց աշխատանքները խի պիտի սենց անորակ իրականացնեն, որ Չախոյանն էլ կարողանար այսպես հեշտությամբ պոկեր, ձեռ եք առնում, նայեք, հայտարարությունն է էսի, հայտարարություն, մարդ հայտարարություն չստամ, թե այգին առհասարակ երևում է, որ ուղղակի թղթով են բարեկարգել, գումարներ դուրս գրելու համար, այլ ոչ թե ժողովրդի համար, որ ժողովրդի համար հարմար լիներ, այսինքն այգի է, մուտք է, բնականաբար է, որ մուտքի նպատակը նրանում է, որ մարդիկ A կետից B կետ կարողանան այգի մուտք գործեն, և այգու մուտքը սա է, սա էլ 367 միլիոն դրամանոց այգու խաղահրապարակն է, որը միայն թղթով արտացոլվում, որ ստեղ խաղահրապարակ է, իսկ իրականում ստեղ արտացոլվում է Երևանի քաղաքապետարանի հնթիության մակարդակը, որ նոր բարեկարգված այգու խաղահրապարակը նման պատկեր ունի, սա է իրականությունը Երևանի քաղաքապետարանով կարող է ասի սուտա կամ մանիպուլյացիա է, ուր է խաղահրապարակը, Տիգրան Ավինյան, ուր է թղթով է խաղահրապարակ, բայց ամեն ում համար եք սարքե, որ ամբողջ գումարն էլ վճարել եք խաղահրապարակի, տեսեք, արդեն նոր բարեկարգված այգու հատակից խոտ է աճում, այսինքն երևում է, որ նորմալ աշխատանքներ, բետոնային աշխատանքներ չեն իրականացել, ինչի արդյունքում արդեն խոտ է աճում, հենա, շովերի մեջ ավազ չեն լծել, ինչի արդեն խոտ է աճում, այսինքն այս բարեկարգման իմաստը ինչու՞մ է կայանում,
Հիմա ժողովուրդ ջան, հստակ փաստաթղթերով ցույց տամ, որ հանգած ոչ ոքի մոտ հարցը չառաջանա, թե Չախոյանը մանիպուլացնում է։ Ուրեմն տեսեք, այս այգու բարեկարգման աշխատանքները երկու փուլից են եղել եւ իմ գրության համապատասխան ինձ պատասխանել են, որ այգու բարեկարգման համար այսքան գումար են վճարել։ Այսինքն երկու փուլով ընդհանուր արժեքը 367 միլիոն դրամ։ Եվ ես վերցել եմ այս երկու փուլ աշխատանքների պայմանագրերը հստակեցնելու համար, թե ինչքան գումար են վճարել, չէ՞ որ երբ որ նման դեպքերում Տիգրան Ավինյանը հելում իրան գործակարգավարականիստերի ժամանակ մեջտեղից իրեն ճղում է, թե բա մենք այգու գումարները ամբողջական չենք վճարել։ Ուրեմն տեսեք։ Ուրեմն 247 միլիոն դրամ ըստ այս պայմանագրի կազմում է առաջի փուլ աշխատանքների գումարը, որի փոխարեն Երևանի քաղաքապետարանը վճարել է 272 միլիոն դրամ։ Այսինքն քաղաքապետարանը պայմանագրով նախատեսվածից էլ ավելի շատ գումար է վճարել։ Այսինքն էլ Տիգրան Ավինյանը չի կարող ասել, դե բա մենք այգու աշխատանքները չենք ընդունել ամբողջովին, կատարողական ակտերը չենք ստորագրել, գումար չենք տվել։ Ոչ, տվել եք եւ պայմանագրից մի բան էլ ավել։ Արի մյուս պայմանագիրն էլ ցույց տանք։ Հեսա։ Երկրորդ փուլ աշխատանքների կատարման արժեքը կազմում է 92 միլիոն դրամ, հա, կլորացած։ Իսկ իրականում վճարել են 95 միլիոն դրամ։ Այսինքն կրկին անգամ դուրս է գալի, որ երկու փուլ կատարված աշխատանքների գումարը, որը պայմանագրով նախատեսված է, Երևանի քաղաքապետարանը նախատեսվածից էլ ավելի շատ է վճարել։ Հասկանում եք։ Այսինքն էլ չեն կարող ասեն աշխատանքները ընդունված չի, գումարը վճարված չի։ Վճարված է, ժողովուրդ ջան, հստակ ցույց տվեցի Երևանի քաղաքապետարանի գրություններն է։ Եվ 2023 թվականի լրատվականների հրապարակումով էլ Հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին է արդեն ամբողջովին նորոգված, բարեկարգված։ Բայց Երևանի քաղաքապետարանից ինձ տեսեք ինչ են գրել պատասխան աշխատանքները ամբողջությամբ ավարտված չեն եւ չեն ընդունվել պատվիրատուի կողմից։ Ժողովուրդ ջան, հիմա եկեք մի հատ հասկանանք։ Մեզի հետաքրքիր է աշխատանքները ընդունված է թե ընդունված չի։ Եթե Երևանի քաղաքապետարանը նախատեսված գումարից էլ ավելի շատ է վճարել։ Այսինքն ելում է հետաքրքիր, ընդունել եք, չեք ընդունել, եթե դուք այգու բարեկարգման գումարը արդեն վճարել եք։ Շո, փողը վճարած է։ Ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք։ Էլ այս ամենը ոչ ոքին չի հետաքրքրում։ Իրականում այս այգին 2023 թվականին պիտի շահագործման հանձնված լիներ եւ այդպես էլ ժողովրդին այդ լրատվականի հրապուրանքով որ ներկայացնում են բարեկարգվել է այս այգին բան, բարեկարգվել է, բայց իրականությունը ժողովուրդ ջան, տեսնում եք ինքներդ։ Զիբիլանոց չբարեկարգված նոր այգին քանդվում է, հատակից արդեն խոտ աճում, խաղահրապարակ չկա, շատրվանները չեն գործում, ոռոգման համակարգը տեսնում եք ինչ իդեալական է գործում, սենց ոռոգման համակարգ Հայաստանում գոյություն չունի, տեսեք։ Այսպես բերեն, սենց թողել են, ոչ ջուր է գալի, ոչ ոռոգում է, ոչ բան։ Բայց այս այգու բարեկարգման իմաստը ինչու՞մ է կայանում, որ առաջի օրը ժողովրդին ընտրությունների ժամանակ ցույց տակ այգի եք բարեկարգում, տեսանք ոնց է գումարները դուրս գրել։ Տենում ենք ոնց է շատրվանները չի գործում։ 2023 թվականից միջ օրս շատրվանները չեն միացել, որովհետև քանդվում է, ժողովուրդ ջան։ Եվ սա նորմալ պատկեր է, որ ամբողջովին բարեկարգումը քանդվում է։ Նիկոլ Փաշինյան, այս աշխատանքները դուք հավանում եք։ Հիմա ձեզ Տիգրան Ավինյանն ինչ է զեկուցելու, որ ասելու աշխատանքները ընդունված չի,
Ո՞ւմ է հետաքրքիր։ Մեկը գումարը արդեն դուք ամբողջովին վճարել եք։